Պարոն Դավթյան, վերջին օրերին խոսվում է Հայաստան ներմուծված ադրբեջանական AI-95 բենզինի մասին։ Սովորական քաղաքացու համար սա ինչ է նշանակում։ Նոր որակ, թե պարզապես նոր մատակարար։ Դե տեսեք, I95 բենզինը ասելիս մենք հասկանում ենք, եթե խոսենք մեր շուկայական կատեգորիաներով, պրեմիում դասի բենզինը։ Եվ ձեր հարցի մեջ հնչեց այսպիսի արտահայտություն ադրբեջանական բենզին։ Ես կարծում եմ ավելի կոռեկտ կլինի ասել բենզին ներմուծված Ադրբեջանից, այլ ոչ թե ադրբեջանական, որովհետև մեծ հարցեր են առաջանում առայն թե արդյոք դա ադրբեջանական ծագում ունեցող ավտովարելիք է։ Եվ բավական այլ տվյալներին վերջին շրջանի, որպեսզի համոզվել նրանում, որ այս հարցը եւ այս կասկածը առավել քան օրինաչափ ու տրամաբանական, բան նրանում է, որ Ադրբեջանը ընդամենը վերջերս 2024 թվականի կեսերին սկսել է արտադրել AI-95 կարգի բենզին, բարձր օկտանային բենզին, եւ անում է դա բավականին սահմանափակ քանակությամբ։ Անգամ ներքին շուկայում, ադրբեջանական շուկայում այդ բենզինը բավականին բարդ է իրացվում եւ երբ մենք նայում ենք ադրբեջանական վառելիքի նավթամթերքի շուկան, ապա տեսնում ենք, որ 95 տեսակի AI-95 տեսակի բենզինի առյուծի բաժինը 85-ից 90% Ադրբեջանը ինքը ներկրում է, ընդ որում առավելապես Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ըստ այդմ, ես չեմ բացառում, որ այն բենզինը, որը ներկրվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով, վերաարտահանվել է Ադրբեջանի կողմից, այսինքն դա երրորդ երկրի ծագում ունեցող բենզին է, որը արտահանվել է այնուհետև Հայաստանի Հանրապետություն։ Ավելին, ուրեմն ադրբեջանական ԶԼՄ-ները, երբ որ նայում ենք, տեսնում ենք մի շատ հետաքրքիր տեղեկություն, առայն որ 2026 թվականի պետական բյուջեում ընդհանրապես բացակայում է AI-95 տեսակի բենզինի արտադրությունը։ Ինչու՞, որովհետև քանի որ նոր են սկսել արտադրել, պետ կառավարությունը հատուկ որոշմամբ փորձում էր այնպիսի պայմաններ ստեղծել ներքին շուկայում, որպեսզի առավել հեշտ կերպով այդ բենզինը իրացվի, այսինքն վաճառքը իրականացվում էր կարգավորող ցածր գներով։ Բայց անգամ այդ պրոտեկցիոնիստական մեթոդները չօգնեցին եւ այդ տեսակի բենզինը Ադրբեջանի ներքին շուկայում ունի խնդիրներ եւ փաստացի ծախսերը չեն արդարացնում իրենց։ Ըստ այդմ որոշում է կայացվել, կրկնում եմ ըստ ադրբեջանական մեդիաների, 2026 թվականի պետական բյուջեից ընդհանրապես հանել այդ կետը, այդ տեսակի բենզինի, բարձր օկտանային բենզինի արտադրությունը։ Հետևաբար ասել, որ Հայաստանը ներկրել է ադրբեջանական բենզին, այն միֆը, որ այսօր տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների կողմից, ասել, որ սա իրականում տնտեսական կապերի հաստատման ուղղված շատ կարևոր քայլ է, այս առումով ես ունեմ բավական մեծ կասկածներ, որովհետև հիմք ունեմ կարծելու, որ սա նույն այն բենզինն է, որը փաստացի վերին Լարսով կամ Սև ծովով վրացական նավահանգիստներով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով գալիս հասնում է Հայաստանի Հանրապետություն։ Ամփոփելով ասեմ, որ խոսքը գնում է բացառապես աշխարհաքաղաքական նշանակության ակցիայի մասին, որը ունենալու է բավականին ցածր, ես կասեմ անգամ զրոյական օգտակար գործողության գործակից կոմերցիոն շուկայական առումով։ Պարոն Դավթյան, եթե բենզինը Ադրբեջանում չի արտադրվում, ինչպես այն ձևակերպվում որպես ադրբեջանական։ Դե գիտեք, ես չգիտեմ անկեղծ ասած թե մաքսակետում դա ինչպես է, ուրեմն ձևակերպում, դա կարծում առանձին ուսումնասիրության առարկա է։ Տեղեկատվական դաշտում դա ներկայացում է որպես բենզին, որը ադրբեջանական է, հենց այս ձևակերպումով, դրա համար ես կարծում եմ, որ ավելի տրամաբանական եւ ճիշտ կլինի ասել Ադրբեջանից ներկրված բենզին, այո, որովհետեւ լոգիստիկ առումով այո, դա հենց այդպես է որ կա։ Բայց հաշվի առնելով այն վերոնշյալ խնդիրները, որոնք ես նկարագրեցի, եւ ընդ որում մի խնդիր էլ, որի մասին ես մոռացա ասել, Ադրբեջանում գործում է ընդամենը մեկ նավթավերամշակման գործարան Բաքվում, ուրեմն Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարան, որը շահագործման է հանձնվել 1976 թվականին եւ 2 տարի մեկ անգամ պարտադիր կերպով կանգնեցվում է վերանորոգման նպատակներով, այսինքն Ադրբեջանը սեփական նավթաարդյունաբերական հզորություններով ի վիճակի չէ բավարարել ներքին նավթամթերքի պահանջարկ եւ ինքը հանդես է գալիս որպես առավելապես ուրեմն բենզինի եւ դիզել վառելիքի ներկրող։ Ըստ այդմ ես կրկին ուզում եմ նպաստել, որ խոսքը գնում է մեծ հավանականությամբ այն բենզինի մասին, որը ունի երրորդ երկրի ծագում եւ որը Ադրբեջանը վերարտահանել է Հայաստանի Հանրապետություն, հետապնդելով շատ ավելի հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։ Մենք սրա մասին պետք է եւս շատ հստակ խոսենք, որովհետեւ ինչու հենց բենզինի շուկան են դրանք ընտրել։ Մենք հասկանում ենք, չէ, որ Ադրբեջանը նպատակ ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ էքսպանսիա, խոսքը ոչ միայն նավթամթերքի շուկայի մասին, այլ վերջին 2-3 տարիների ընթացքում գիտենք բարբերաբար խոսում են Ադրբեջանից բնական գազի
ներկրման հեռանկարների մասին այդ թվում նաև պաշտոնական Երևանի կողմից։ Այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի կամ այսպես կոչված Թրամփի երթուղու միջոցով նպատակ է հետապնդվում ձևավորելու նաև էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն, որը թույլ կտա միանալու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի նստայդմ էլեկտրաէներգիա մատակարարելով Հայաստանի Հանրապետություն։ Այստեղ մենք գալիս ենք ատոմակայանի լինել չլինելու խնդրին, ցավոք սրտի այս հարցը այսօր դրված է մեր օրակարգում։ Ճիշտ է։ Այսինքն սա տեղավորվում է ավելի լայն գեոէներգետիկ էքսպանսիայի դրամաբանության մեջ։ Եթե հարցի տալու տրանսպորտային դրամաբանության մեջ, ապա իհարկե հեռահար նպատակն է էապես նվազեցնել ռուսական գործոնը Հարավային Կովկասում ու Հայաստանի Հանրապետությունում, իսկ ռուսական գործոնի արկայությունը այստեղ առավելապես պայմանավորված է էներգետիկ ուրեմն բաղադրիչով էներգետիկ ներկայությամբ վերոնշյալ շուկաներում Ռուսաստան ունի համակարգաստեղծ կարգավիճակ։ Երկրորդ նպատակ է հետապնդվում փաստացի Հայաստանը ներգրավել միջին միջանցքի լոգիստիկայի մեջ, որը արևելք-արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի անբաժան մասն է, որի վերջնական նպատակներից է ի վերջո ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա այնպիսի տրանսպորտային հաղորդակցություն, որը կրկին կշրջանցի Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքները։ Այսինքն սա այսպես թվում է թե բավականին փոքր առանձնապես համակարգային նշանակություն չունեցող տնտեսական ակցիա էր, հա, վերադառնալով Ադրբեջանից բենզինի ներկրմանը, բայց իրականում այն տեղավորվում է շատ ավելի այսպեսի լայն համայնապատկերի մեջ, որը հետապնդում է հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ ուղղված տարածաշրջանում ուժային բալանսի փոփոխությանը։ Ադրբեջանից բենզինը եկավ, հիմա ներկայացում է, որ շուկայականից ավելի ցածր գին է լինելու 440 դրամ։ Եթե Ադրբեջանը ինքնին ներկրում է բենզինը, ինչպես է, որ սա մեզ հասնում է ավելի ցածր գնով։ Սա տնտեսագիտության մեջ կոչվում է դեմփինգ, այսինքն շուկայում տվյալ ապրանքատեսակի իրացում կամ վաճառք շուկականից ցածր գնով։ Սրա նպատակն է ամրապնդել տվյալ ապրանքատեսակի դիրքերը համապատասխան շուկայում, այսինքն սա այն մեթոդն է, որը ամբողջությամբ դուրս է տնտեսական դրամաբանությունից եւ այս դեմփինգի կիրառումը մեզ կրկին անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք առավելապես քաղաքական նպատակադրման հետ, այսինքն վերջնական նպատակը որն է ավելի ցածր գնով շուկայականից ավելի ցածր գնով փոքր քանակությամբ, բայց սիմվոլիկ բավական մեծ նշանակություն ունեցող ներկրում իրականացնելու ճանապարհով ցույց տալ, որ Հայաստանը գնում է դիվերսիֆիկացման ճանապարհով, որ Հայաստանում ռուսական գործոնը պետք է նվազեցվի, որովհետև Ռուսաստանից ներկրվող բենզինը նավթամթերքը առհասարակ ավելի թանկ է եւ դրանով իսկ հասարակության մեջ ձևավորել ավելի դերական տրամադրություններ եւ ձևավորել ինչ որ իմաստով սպասելիքի ռեժիմ, այն այսպես կոչված խաղաղության օրակարգի, որը փորձում է սպասարկել օրվա իշխանությունները, հատկապես 2026 թվականի սպասվող խորհրդանական ընտրություններին ընդառաջ։